Բարի երեկո բոլորին, մենք այսուհետ ներկայացնելու ենք ձեզ հաղորդման մեր նոր ձևաչափը, որի շրջանակներում խոսելու ենք հայ հայտնիների ճակատագրերի անցյալի, ներկայի ու ապագայի մասին, եւ այդ ամենը իրականություն է դառնալու լավագույն պայծառատես Անի Գրիգորյանի գերբնական ու բնատուր ուժի շնորհիվ։ Ողջույն Անի։ Ողջույն Անայ։ Շնորհակալ եմ, որ համաձայնվել ես միասին իրականություն դարձնել այս տարբերվող հաղորդաշարը։ Մեծ սիրով։ Ես վստահ եմ, այստեղ մենք աննախադեպ իրադարձություններ ենք ունենալու եւ բավականին տարբերվող հաղորդաշար ենք ստեղծելու։ Միանշանակ եւ լինելու է լավ եւ լինելու է պետք է ընդունենք, որ կարող է եւ շատ վատ լինի, որովհետեւ ասում ենք մարդու անցյալը, որը կարող է եւ շատ մութ լինի ու ցանկություն չունենա տվյալ անձը, որ այդ դառնա հանրային, մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք։ Ես անհամբեր սպասում եմ իրադարձությունների զարգացմանը եւ չչարաշահելով մեր հեռուստադիտողների համբերությունը ներկայացնեմ հաղորդման ձևաչափը։ Մենք ունենք թաքնված հյուր, որի մասին տեղյակ եմ միայն ես։ Թաքնված հյուրը տրամադրել է ինձ իր իրերից մեկը, որը ադմինիստրատորին խնդրելու եմ տրամադրել Անին։ Անի Գրիգորյանը այդ իրի միջոցով փորձելու է հասկանալ, թե ով է մեր թաքնված հյուրը կամ խոսելու է նրա մասին որոշակի մանրամասներ է ներկայացնելու, այնուհետև մենք միասին կբացահայտենք այդ հյուրին։ Մենք այս պահին թաքնված հյուրը լսում է մեզ, մենք չենք տեսնում նրան, բայց հետո արդեն մոնտաժային տարբերակով կտեսնենք նրա էմոցիաները։ Խնդրում եմ ադմինիստրատորին տրամադրել ձեր թույլտվությամբ իր։ Մատանի, որը հյուրը ինքը համարում է, որ շատ թանկարժեք մատանի է, սակայն չեմ ուզում իրեն նեղացնեմ, չկա այդպիսի բան, եթե իրեն նվիրել են ու խաբել են, որ իր թանկարժեք է, պետք է ասեմ, որ ինքը այդ արժեքը չունի ու չեմ վերցնում, թող ինքը այս վարդը պահի իր ձեռքերի մեջ մի 2 րոպե եւ ուղարկի ինձ։ Շնորհակալ եմ։ Ինչպես նշեց Անի Գրիգորյանը, ադմինիստրատորը կտրամադրի վարդը մեր թաքնված հյուրին 2 րոպե անց, վարդը կհայտնվի պայծառատես Անի Գրիգորյանի ձեռքում։ Нэг բանվանես չասե, չաս դիսացում բանվանես չունեմ արես, կարևորը վար չեմ սպանել։ Հելոր։ Խնդրեմ, Անի, ադմինիստրատորը պատրաստել է արդեն վարդը, կարող ես վերցնել։ Մենք այս պահին ինչ ենք անում, Անի, կարող ես մեկնաբանել, թե չի կարելի խոսել այդ մասին։ Իմ այրին եմ թափում վարդի վրա, որովհետեւ հասկանամ, թե ով է հյուրը, ինչ գաղտնիքներ ունի, ինչ մութ անցյալ ունի, ինչ ապագա ունի, ու ինչ ներկա է իրեն սպասվում։ Ինձ դող եմ նկատում ձեր ձեռքերում, ինչ-որ բանի հետ պայմանավորված է դա։ Հյուրի հետ է պայմանավորված, հյուրը կին է, մոտ 39 տարեկան, Ես շատ հավում եմ։ ոչ adekvat վիճակում է միշտ ինքը, շատ հաճախ իր մոտ լինում են հիստերիաներ, դեպրեսիոն վիճակ։ Ինքը շատ դժբախտ կին է, ասեմ այսպես, լքված է իր հարազատների կողմից, մայր, հայր, քույր, չեմ հասկանում, կամ իր մեջ է այսպես տպավորված, որ իբր իր մայրը չի, կամ տվյալ կինը իր աղջիկանից ոնց որ զատված, անջատված լինի։ Սիրունիկ աղջիկ է ինքը, չեմ կարող ասեմ ինքը երգում է, պարում է, կամ դերասանուհի է, նման բան չեմ տեսնում, բայց ինչ որ հանրային որոշում ինքը ինչ որ որոշակի ճանաչում ունի։ Կարող է իմ խոսքը մի քիչ տարօրինակ թվա, վիրավորական թվա, բայց ինչպես բոլորը գիտեն, ես ինչ տեսնում, ասում եմ, ուզում եմ հասկանամ, ես չեմ ուզում իրան վիրավորեմ, ասեմ անպարով աշկիտել, որտեղ ես դրա իրավունքը չունեմ, բայց եւ այս աղջիկը
անպարով վարկ է ցուցաբերում։ Իբր երևի ուզում է այս ձև ճանաչում ձեռք բերի, ուզում եմ հասկանամ, միթե կարելի է նստել մեքենա, լինա ոտքերը հանի պատուհանից դուրս։ Մի քիչ դիմողեղին անհասանելի երևույթ է, հասկանում եք, բայց այս աղջիկը շատ մեղք է, ինքը դժբախտ է ահա, որ նախ ինքը ունեցել է մի հատ սիրեկան, ով ունեցել է կին, էլի ունի կին, ու այդ տղամարդը այն կան է առաջներում այսպես կապոյ, հա, տենց են ասում են, որ Խարկներից։ տենց ցիլոներ են թնում, հա, Իրանը հիմի մի քիչ տենց զարգացած այդ ցիլոներից է, այդ տղամարդու գլխարկը, բայց ներկա պահին իրանք իրարից բաժանված են, բայց երկար ժամանակ միասին են եղել։ Իսկ ներողություն անի տեսնում եք բաժանման պատճառ։ Դե բնական է, եթե մարդը կապնված է ամուսնացած տղամարդու հետ, տվյալ տղամարդու կինը ամեն ինչ պետք է անի, որ իր ամուսնուն հետ բերի, չէ։ Ես այդպես եմ տեսնում, բայց մեր աղջիկը հասկանում եք, օй, գիտեք ինչ դաժանաբար այս աղջիկան խոշտանգել են այլ երկրներում, արաբական ինչ-որ երկրում է եղել, որ իրեն համ սեռական բռնության են ենթարկել։ Ահա որ իմ սիրտը լցվեց, գիտեք, իրոք ինքը մեղք անձնավորություն է, որովհետև այն որ բոլորի կողմից լքված։ Ես ասում եք ձերքերս դողում է, որովհետև այս աղջիկը նաև ունեցել է հոգեկան լուրջ խնդիր ու չգիտեմ, կարող է եւ պետք չի բարձրաձայնեմ կվիրավորվի ինքը, բայց այդ իր խնդիրն է արդեն։ Ունեցել է հոգեբան խնդիր, որ գտնվել է ինքը հոգեբուժարանում։ Իրեն խոշտանգել են, բռնաբարել են, տանջել են, ցավացրել են, ինչ որ այլ երկրում, հասկանում ես, արաբական ինչ-որ այլ երկրում, ես չգիտեմ, խապել կանչել են, ինչ են արել ես աղջիկան, ինքը ներկա պահին էլ ունի կողակից, ինչի ծաղիկը ալմոդեցի, որովհետև իր կյանքը ալմոդված է, հասկանում ես, նախ իրան այնպիսի փորձամոդմագիա են արել, որ ինքը հոգեկան շեղվածություն ստանա, իր կյանքին վերջ տա, սպանի ինքն իրան, ինքնասպանություն գործի, ինքը կարող է ասածս հեշկի, ինքը ունի նաև երեխա, որը իր մոտ չի, ու տղա երեխա է, բայց ինքը երբեք չի էլ ուզում բարձրաձայնի ու ընդունի, որ նման բան կա, կարող է եւ հեշկի, բայց այդ իր խնդիրն է, ինքը երբեք չի կարողանալու մայրանը, որովհետև այս ստամոքսի կանաց օրգանների հատվածում ես մեծ վիրահատություն եմ տեսնում իրեն, շատ մեծ վիրահատություն։ Ներկա պահին նոր կողակից ունի, բավականին նոր է այս կողակիցը ու պետական աշխատող է, չգիտեմ, զինվորական է, ոստիկան է, ազգային անվտանգություն է, նման ինչ-որ մեկի հետ կապի մեջ է, ինքը շատ լավ աղջիկ է, ինքը դժբախտ մարդ է ու երբ որ այս չարական կաբանքները իր վրայից հանեն, Իրան իրենց են արել, որ ինքը 40 տարեկան հասակում մահանա, հասկանում եք, ինքը իր կյանքին վերջ տա։ Ինքը այսքան լիքված իր այս կյանքի մեջ, հա, ինչ որ տեսել է, բայց գիտեք, ոչ մեկի հանդեպ չարացած չի, ես չեմ կարող ասեմ ինքը չար է, ինքը անփարոյական է, որտեվ այդպիսի մարդ ճուղակի ինքը կարող է պահի տակ իրենց մի հատ անշնոր պահվածք ցուցաբերի, որ զարմանաս, հասկանում ես, կամ ինքը ուզում է դրանով ուշադրություն գրավի իր վրա, կամ ինքը այդ իր անցյալի ցավը, կորտկումը, հա, ուզում է, որ բացահայտի, որովհետև մարդ, ով լքված է հարազատների կողմից, ում սիրած տղամարդն է նախկինում թողել, այն սուտ բամբասանքներ իր հասցեին, դժբախտ անձնավորություն է, պետք է այս Որչային վերջ տալ, որովհետև այս սպիտակ վարդը չեմ ուզում այսպես վադարդայթվեմ, բայց կարող է դրվի իրար շիրինի, հասկանում եք, իսկ ճակատագրով Աստված իրան բախտ է տվել ու Հայաստանից դուրս ճանապարհ, ինքը ներկա պահին Հայաստանում է, բայց այդ ժամանակավոր բնույթ է կրում, այսքանը։ Անի հնարավոր է վերջ տալ կամ քանդել կամ բացել այդ
թուղթուգիր ասվածը։ Իհարկե, հնարավոր է, բայց այդ թուղթուկիր ասվածը քանդելուց հետո մեր հյուրը պետք է հասկանա, որ երբեք պետք է գործ չունենա ամուսնացած տղամարդկանց հետ, որովհետև այն ինչ ճակատագրով քոնե չի, կարաս ընտրություն կատարես, եթե տվյալը անձը ինչ քեզ արդեն բաժանվել է, որովհետև ուրիշի դժբախտության վրա երջանկություն կառուցելը, այսպես ալունոտ է լինել։ Անի շնորհակալ եմ եւ ուզում եմ մեկ հարցել տալ, այնուհետև բացահայտել մեր թաքնված հյուրին։ Ինձ հետաքրքրեց այդ թուղթուգիրն արվել է տվյալ տղամարդու ներկայիս կնոջ կողմից։ Ինչպես բոլորը ինձ ճանաչում են արդեն 16 տարի, իմ քաղաքարներին, իմ մտածելակերպին դել է նման բաները բարձրաձայնել ու արտահայտել, ես նորից ու նորից կրկնում եմ, յուրաքանչյուր մարդ պետք է իր պահի իր կողակցի։ Իսկ եթե Աստված մեկին ստեղծել է, ուրեմն իր համար ստեղծել է երկրորդ կես։ Պարզապես պետք է գտնել քո կեսին, որպեսզի զերծ մնաս այրունոտ ճանապարհներից, քաշքարոտ ճանապարհներից։ Շնորհակալ եմ Անի։ Ես ուզում եմ արդեն բացահայտել մեր թաքնված հյուրին։ Այսօր Պայծառատեսանի Գրիգորյանի աչքերով մենք տեսնելու ենք հայտնիներից մեկի ճակատագիրն այլ տեսանկյունից։ Մենք լսեցինք բավականին մանրամասներ, որոնք ամենայն դեպս մինչ այս պահը ինձ հայտնի չէին։ Ինչպես Անի Գրիգորյանը նշեց, այո, դա գեղեցիկ կին է, գեղեցկություն, փայլ, բայց դրա հակառակ կողմում թաքնված խաչվառեր, այս բան ուզում եմ տաղավար հրավիրել մոդել Անիտա Հարությունյանի։ Անիտա, շնորհակալ եմ, որ ընդունել ես իմ հրավերը։ Սա քո կողմից բավականին խիզախ քայլ է, որովհետև վստահ եմ յուրաքանչյուրս ունենք մեր կյանքում կետեր, որոնք գաղտնի են, յուրաքանչյուրս ունենք մեր անձնական անկյունը, որոնք մասին միգուցե չցանկանանք բարձրացնել։ Բայց ինչպես միշտ դու ցույց ես տալիս քո խիզախությունը համաձայնելով ներկայանալ այս հաղորդմանը։ Չեմ ուզում հարցնել ինչպես ես, որովհետև ես դողում եմ եւ շփոթում եմ։ Ես նորմալ վիճակում։ Դու ունես կետեր, որոնց մասին չէի սպասում, որ Անի Գրիգորյանը կխոսի։ Դե բավականի կետեր կա, որ ինքը ոնց որ անհայտ էր, երեխա չունենալու փաստը, ամուսնանալու, ընկեր ունենալու, նկարագրելու, բայց բաներ էլ կան, որ կարող են հետքել, բաներ կան, որ շատ ճիշտ էր։ Բայց դու չես կարող երեխա ունենալ։ Ոչ։ Իսկ ինչ ես կարծում, այն թուղթուգիրը, որի մասին որ խոսեց Անի Գրիգորյանը, որոշակի առումով ազդել է դրա վրա, այսինքն դրա պատճառը հետևանքային կապն է։ Ես չգիտեմ այդ թուղթուգիրը արել են, չեն արել, չգիտեմ, բայց այն ինչը որ ներկայացվեց, դե տենց էր։ Անիտան ասպահին ունի վախեր արտահայտվելու եւ որոշակի առումով խոստովանելու ճշմարտությունը։ Դե բնական բան է, երբ մարդը հորից տեսնելու, առանց որևիցե նկարը տեսնելու, մարդու մասին խոսում ես, բնական է, մարդը ես հոզվում է եւ կարող է ես ոչ թե Անիտայի պահով եմ ասում, ճիշտ ասած է հեշտ, միշտ ճիշտ է, ցավոտ է դիմացինի համար լսելը, հասկանում ես, բայց եւ այնպես դա մարդու իրավունքն է, ինքը կարող է եւ հավատալ, եւ չհավատալ, եւ վախենալ, եւ հուզվել, եւ պատրծակ ուշադրություն չդարձնել։ Ես համաձայն եմ ձեր նշած այն պարտիքի հետ, որ Անիտան, չնայած նրան, որ կյանքում բավականին դժվարություններ է տեսել, շատ անտեսված է եղել որոշակի առումով, բայց երբեք չի չարացել։ Ես իրեն որպես այսպեսին չարքին չտեսա, որովհետև ունենար այդպիսի կյանք, երևի բոլորի հանդեպ կչարանար ու ես նորից եմ ասում, ես չտեսա իրեն չար, նախանց, սդախով։ 39 տարեկան ես, Անիտա։ 1 տարի անց
Անի Գրիգորյանը տեսավ որ ես էլ չեմ ապրելու։ Հատունակում եմ։ դու բազմաթիվ փորձությունների միջով անցնելուց հետո փրկվել ես։ Ճիշտ է։ Որն է այն ուժը, որը քեզ առաջ է մղում։ Իսկ քանի տարեկան եք կները։ Իդեչեպություն կարող են բարձրացնել, բայց ես տեսա, որ մի տարի հետո, չեմ ուզում այսպես ասեմ, 40 տարեկանում ձեր կյանքին մեծ վտանգ է սպառնում։ Իսկ դե ոնց անենք որ չի։ Եթերից հետո կտրամադրենք հեռախոսահամը եւ այդ ամենը կշտկենք։ Ես սենց ասեմ, ինչը որ ասվել էր, շատ ճիշտ էր։ Կային բաներ, որ իհարկե իրականություն չէր համապատասխանում, բայց այնտեղ եւ 2-3 հենց դա նորմալ է, բայց ինչ որ ասված էր ճիշտ էր։ Նորից եմ ասում, Անիտա, կարող ես բոլորը հերքես, դա քո իրավունքն է, որովհետեւ նորից կրկնում եմ, յուրաքանչյուր մարդ ինքն է ուզում հավատա կամ չհավատա, այդ ոչ մեկ չի պարտադրում դիմացինին։ Հավատալ պայծառատեսին, թե չհավատա։ Անտա քո կողքին տպավորություն է կա ինչ-որ ուժեղ պաշտպան, որը տեսանելի չէ եւ այդ բոլոր փորձություններից Անի Գրիգորյանը նշեց նաեւ ինքնասպանության փորձերից հետո դու ողջ ես։ Ըստ ես որն է այդ հոգին, որն է ում ուժն է դա։ Երևի մարդս է։ Ես հավատում եմ Աստծուն, իմ համար ամենաառաջին Աստված է։ Եթե ամենաառաջինը Աստված է, ձեր կյանքում այն չէ, ինքնասպանության փորձեր կատարում չէ, որ Սուրբ Գիրքը ասում է, կյանքը քոնը չի, դու իրավունք չունես քո կյանքի վրա ձեռք բարձրացնես։ Ես կապլիցից ես չեմ քննադատում, բայց յուրաքանչյուր մարդ իրավունք չունի կյանքի վրա ձեռք բարձրացնելու, որովհետև ինքը եթե մահանա էլ Աստծո կողմից հարկված չի լինի։ Ինչքան էլ Անիտա ջան, իրավիճակը դժվար լինի, դու այդ միշտ հիշի, որ Աստված չանի, եթե ուզենաս նման բան անես, դու Տիրոջ կողմից չես ներվելու, հասկանում ես։ Եթե հավատում ես Աստծուն, ուրեմն ամուր բռնի Աստծո փեշերից ու միշտ ասա ելիս գնա սատանը, որովհետև այդ Աստծո չի արտեն ինքնասպանություն լինելը։ Ովքեր չգիտեն, ասեն, որ ինքնասպան եղած մարդիկ իրենց հոգին ոչ գերնի տակ է, ոչ երգանքում է։ Իրենց հոգին, իրենց շիրմաքարի մոտ է, իրանք թափառում են անեն դա, որովհետև իրանք կյանքից հեռացել են վաղ ժամանակում, ու իրենք այս կյանքում չեն գտե իրենց երջանկությունը։ Դրա համար Անիտա ջան, ինչ իրավիճակում է լինի, բախտը ճակատագիրը քեզ շատ մեծ երջանկություն է տվել։ Շատ լավ փողակից ես ունենալու, ուրիշ երկրում ես ապրելու, շատ մեծ փառք ես ունենալու ու երբեք մի մտածի, որ կարող է դու հեռանաս կյանքից, դրանով դու ոչ մեկի վատություն չես անի։ Քու մահանալով ոչ մեկ ոչ կմահանա, ոչինչ որ այս կյանքում բան կփոխվի։ Ես շնորհակալ եմ որդի համար, բայց մարդիկ կան, որ ապրում են ու թերություններ եւս ունեն մեջը։ Անդերի մարդ չկա։ Ես չեմ ասում, թե ինչի է կարել, ես դες չեմ քննադատում, դրա իրավունքը չունեմ, բայց ասում եմ, ամեն անգամ ինչ ստրեսային վիճակում լինես, հիշի, որ յուրաքանչյուր խավար գիշերից հետո միշտ լուսապայծառ առավոտ է բացվում։ Հիշի քո անցյալը եւ հիշի հիմի, որ ունես այն մեկին, ով քեզ սիրում ու սպասում է։ Անտա քո արտաքին գեղեցկության, փայլի, քո մեկը մյուսին հաջորդող գրավիչ լուսանկարների կողքին քո աչքերում երևում է ինչ-որ թախիծ։ Կա ինչ-որ մի բան քո կյանքում, որ դու դեռ բաց չես թողել։ Չէ, բաց եմ թողել։ Արդեն 2-3 ամիս բաց եմ։ Կար ինչ-որ մի բան, որ բաց չէի թողում, բայց հիմա արդեն բաց եմ թողել եւ ավելի հանգիստ ու երջանիկ։ Բաց եմ թողել։ Բաց եմ թողել իմ շտամիներին, բաց եմ թողել իմ հետևից բանվասողներին, բաց եմ թողել 2 տարի իմ կյանքը մղձավանջ վերցնող մարդկանց, ես բոլորին բաց եմ թողել եւ տեսնում եմ, որ իմ բաց թողնելուց հետո յուրաքանչյուր իր պատիժը կունի։ Ես դա տեսնում եմ լսում։ Ու ճիշտ եմ ես թողել եմ, որովհետեւ Աստծո գործ անգամել է։ Իսկ հոգեբուժարանի մասին ինչ կարող ես ասել։
Հոգեբուժային ես այդպեսին չեմ պատկել, բայց այո։ Ես տան պայմաններում ինձ հետ աշխատել եմ։ Անիտա, կարծում եմ վախնիկ չեմ բացահայտի եւ վստահ եմ Անի Գրիգորյանը եւս տեսնում է ամիսներ առաջ տեղի ունեցած իրադարձությունը, որը ցնցել էր ամբողջ համացանցը եւ չգիտեմ ինչու կարծում եմ, որ դրա հետևանքով եք դուք ունեցել հոգեկան ծանրապումներ։ Բոլոր նրանք, ովքեր տեղյակ չեն, պետք է նշեմ, որ համացանցում հայտնվել է Անիտա Հարությունյանի մեր տեսանյութը, որը հետագայում Անիտան լուսաբանեց ու ասաց, որ արհեստական բանականության շնորհիվ մարդիկ տարածել էին փորձելով սևացնել նրա անունը։ Այո, դրա հետևանքով եղել է եւ ինքնասպանության փորձ, որից հետո ինձ մոտ բժիշկներ հաճախում էին տան պայմաններում եւ իհարկե մենք քննարկում ենք բուժումներ անցել են տան պայմաններում։ Հոգեբուժարանում հաստատ գրանցված չէ։ Իսկ ես չեմ ասել հոգեբուժարանում գրանցված եք, ուրիշ է որ տեսել եմ ձեզ հոգեբուժարանում կամ ստրես կենտրոնի պատերից ներս, թեկուզ մի ժամ, 2 ժամ, ուրիշ է, երբ որ ես անձը վերագրեի ու ասեի դուք հոգեկան շեղվածություն ունեք, դրանք տարբեր բաներ են։ Անի, դուք ձեր խոսքում նշեցիք, որ Անիտան կարծում է, որ իր մայրը չէ, եթե ճիշտ եմ հիշում։ Կա տենց բան։ Այսինքն Հա, ես բավականին հասուն տարիքում բացահայտել եմ ինձ իմ բարեկամներն ասել են, որ իմ իսկական մաման մահացել է, երբ որ ես ծնվել եմ։ մեղադրում եք այն մարդուն, ով այդ ժամանակահատվածը ներկայացրել է, որ ինքն է ձեր մայրը։ Իմ մայր եղել է իմ տատիկը, իմ հայր եղել է իմ պապիկը։ Դա բոլորն էլ գիտեն։ Իրանք ինձ պահել մեծացրել եւ ես փառքով իրանց ճանապարհել եմ իրենց ժամանակին, երբ որ ասած որոշել եմ որ ինձ։ Հիմա ես նրանք ժառանգորդն եմ իրենց գերեզմանը։ Ես ինքնանում մտանում եմ։ Հա, ես ինքնուրույն չեմ շփվում։ Ես ունեմ հայրիկ, որի չեմ շփվում եւ չեմ շփվում։ Այդ դեպքից հետո Չէ։ Անձնական ընտանեկան խնդիրների պատճառով ես իրեն եմ մտնում եւ չունեմ շփվում։ դուք մեղադրում եք նրան, որ դուք չեք իմացել ով է ձեր իսկական մայրը։ Պետք է շփվում։ Իսկ միգուցե հայրը որոշակի առումով անի համաձայնեք ինձ հետ թե ոչ, ինձ համար կարևոր է ձեր կարծիքը որոշակի առումով ստրեսներից խուսափելու։ Ես ինձ դրես։ Իսկ դուք անցել եք այդ դենեթես։ Եվ վստահ եք, որ Այո, չեմ անցել, ես վստահ եմ։ Ունեմ շատ փոքր ժամանակվա փաստեր, ինձ ներկայացրել են շատ հարազատ մարդիկ հայրիկի կողմից։ Եվ այո, իսկ ուր է ձեր մայրը, մայրը։ Երբ որ ես ծնվել եմ։ Չէ, Ինչ չէ։ ճանապարհության ժամանակ չի մահացել ծերունու։ Բայց երբ Դից թվում է եթե այդ բանը ասել է ձեր բարեկամը, չէ ծնվելության ժամանակ մտածել։ բանկ է դաշտում։ ինչ եք տեսնում անի։ Ես լուրում եմ նման դեպքերում, որովհետև այն ինչ վերաբերվում է օրացիներին, Բողոքյանի սպանությանը, ես թողնում եմ Սպանությանը։ Կհետաքրքրվում։ Համոզված եմ մի օր կգնամ Վլադիվոստոկ եւ կհետաքրքրվում։ Իսկ չեք կարծում, որ դա էլ ավելի ձեզ խորը անդունդ է տանելու։ Շատ ժամանակ մենք ուզում ենք հավատալ որոշակի առումով քաղցր ստին։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, որովհետեւ վերջի 2 տարվա ես ամեն ինչ տեսա ու լսեցի։ Անի, մի փոքր խոսեք Անիտայի վախերի մասին, արդյոք իր ունեցած ներկայիս վախերը որոշակի առումով խանգարում են նրան ապրել։ Դրան ներկապահին էլ չի խանգարում ոչինչ, որովհետև ինքը բավականին ուժեղ է գտնվել ու հաղթահարել է իր վախերը։ Անիտա, պետք է խնդրեմ քեզ, որ այս ծաղիկը անպայման նետես հոսող ջուրը, այս վաշտը։ Ինքը ամեն ինչ կհաղթահարի, եթե ինքը զգա, որ ինքը սիրված է, ինքը ամեն ինչ կհաղթահարի, ինքը կկարողանա նույնիսկ սարք տեղաշարժի, եթե իրան սիրեն։
Այո, Անիտան բավականին ուժեղ կին է, որովհետև համենայն դեպս ես հետևելով կողքից այն իրադարձություններին, ինչ կատարվում է Անիտայի կյանքում եւ կատարվել է Անիտայի կյանքում, ինչպես քիչ առաջ նշեց։ Ես մի հատ բան չասեցի, Անիտայի կյանքում ինչ որ մի հատ կին է եղել, ոչ թե սիրային առումով, ընկերուհի է եղել, իբր ով է եղել, ով Անիտային դավաճանել է ու շատ վատ է Անիտայի հետ վերաբերվել, հասկանում եք, հասցրել է այդ ստրեսին Անիտային, բայց ես ուզում եմ Անիտային ասեմ, որ ինքը չնեղվի տվյալ կնոջից, որովհետև մարդ, ով ոչնչություն է, ով ճղճի մասնավորություն է, դրանից ինչի ես նեղվում Անիտա ջան, այդ էջը փակի իրան էլ հետը արդեն Աստված իսկ իրեն պատժել է։ Ես շնորհակալ եմ, որովհետև ես տենում եմ, որ իրականում բաց թողելով բոլորը իր պատիժը ստանում են։ Ով ինձ ցավացրել է, իր պատիժը ստանում է։ Հատիկ։ Ես դրա համար շնորհակալ եմ։ Հա, եղել է ինձ դեպք։ Ճիշտ է դրա չի, բայց շատ խնդրում եմ բանի ասեք։ Անիտա, կարծում եմ այնպիսի բաներ ասեց Անին, որ դրանից այն կողմ այլ բացահայտումներ ձեզ չեն վախեցնի։ Իսկ սկզբանը պատկերացնում եք, որ խոսելու ենք այս ամենի մասին։ Բայց եթե իմանայի, որ տես ճիշտ է լինել, ճիշտ ասած չէի գա։ Բայց այդ վատ իրադարձությունների կողքին նաև Անին շատ լավատեսորեն խոսեց ձեր Ինձ մասին։ ուղղակի շատ այդ որ պատմեց այդ ոտերը մեքենայից հանել այդ վերջներ, հա, ինձ եսում եմ այդպիսի թերություն։ Բայց ֆիլմ կանի։ Դա հետաքրքիր է, ասում ոտերը ցույց ենք տալի։ Նա շատ բան կարելի է սիրուն դիներ ցույց տամ։ Եսի ցույց եմ տալի։ Եվ Անին իր խոսքում նշեց, որ որոշակի առումով այդ հայլերով դուք ցույց եք տալիս, ուզում եք աչքի ընկնել։ Ուշադրության պակաս ունեք Անին։ Չէ, բացարձակ։ Ինձ մի հատ բան են հրապարակել է լուրջ, որտեղ։ Չէ, չունեմ ուշադրության պակաս բացարձակ։ Դեռ ավելին, այո, պլանավորել եմ երկրից դուրս գնամ ապրեմ։ Դա էլ է ճիշտ։ Եվ այնտեղ Չնայած որ հանդիպելու ես եք գցում են ուրիշ դաշտ, բայց հրաժարվելու եմ ու գնալու եմ երկրից դուրս ապրել, ինչպես իհարկե նշեց մեր հարգարժան հյուրը, այնտեղ հանդիպելու եմ իմ կողակցին։ Ես շատ եմ ուզում իրան տենամ դրա մտով։ Անիտա, ձեր մասին, երբ լսում ենք ասեկոսաները, ասում են, որ դուք վտանգավոր եք։ Շատ։ Ու իրականում բոլոր այն մարդիկ, ովքեր ձեզ ավելի մոտ շրջանում են ճանաչում, այդ կարծիքը հերքում են։ Դուք արտաքինից եք թվում եւ հոգեբանորեն, եթե նայում ենք այդ հարցին, սովորաբար նման մարդիկ իրենք այդ պաշտպանիչ շերտն են ցույց տալիս, արտաքինից ցույց են տալիս, որ իրենք վտանգավոր են, որ իրենցից զգուշ մնան եւ այլն։ Դա դուք դիտմամբ եք ստեղծել։ Չէ, իրականում էդի տենցա թող ինձանից հեռու մնան, ես շատ սարսափելի մարդ եմ։ Հետնե վտանգավոր, թող բոլոր ինձանից հեռու մնան։ Կարում եմ թող նորմալ, adekvat մարդու պես շփվեն, բայց ոչ թե ինչ որ մի նպատակով գալու կամ ինձ ինչ որ մի վատություն անելու։ Ես այո, շատ սարսափելի մարդ եմ, շատ վատ եմ։ Ինձանից հեռու մնան։ Սարսափելի մարդ է։ Սարսափելի։ Սուտ է խոսում, խափում է։ Սարսափելի վատ լինում են հանցագործները, մաշտասպանները եւ սարսափելի բնավորության տեր մարդիկ ագրեսիվ ու վատ նաեւ լինում են պայծառատեսները, ովքեր չգիտեն ներել, երբ իրենք ցավեցնում են։ Բայց ես չտեսա, որ Անիտան ինչ որտեղ գնացած լիներ ու ասեր գիտեք ինչ տվյալ կինը ինձ վադություն է արել, ինչ որ մի հատ քուշակի կամ պայծառատեսի մոտ, իրան մաքրեք, իրան ցավա, ես այս բան չտեսա տենց բան, էլ որտեղ է ինքը սարսափելի վատը, երբ որ հա բնական է, ինքը կարող է այսպես, երբ որ իրեն ինչ որ մի հատ հաղորդման մեջ մի հատ ոչնչություն ցավացնի, ինքն իր համար նկարվի ու ասի գիտեք, դուք էսեք, դուք են եք, այդ չեղավ, որ ինքը վտանգավոր կին դարձավ։ Ես համաձայն եմ պայծառատես Անին Գրիգորյանի հետ, որովհետև իրականում Անիտային որոշակի ծանոթ լինելով հասնում եմ, որ որպես սարսափելի բան չունի նա իր մեջ, պարզապես դա որոշակի առումով զենք է պաշտպանվելու համար, որովհետև այնուամենայնիվ Անիտա, որքան էլ որ ցավալի է խոստովանել, բայց շատ դեպքերում դուք մենակ եք։ Ես միշտ եմ մենակ։ Ես մենակության հետ ընկերություն ունեմ։ Իսկ մենակ գիտեք ով է լինում, ամենաուժեղ մարդիկ են մենակ լինում։
Այս դարձել է շատ հարազատ իմ կյանքի ուղեկիցը ու մինչև կյանքի վերջ ինքնից ուղեկցել։ Անիկա ձեր մեջ կար մի այնպիսի բան, որ ես այս մինչև իմ կյանքի վերջ կհիշեմ, որ ասեցի ինչ եք ձեր ոտերը ցույց տալիս, ասեցի սիրուն ոտերը ցույց եմ տալիս, ես միշտ եմ հիշելու, որ դու քեզ գնահատում ես ու քո ոտերը, հա, իրոք սիրուն է, բայց որ տվյալ մարդն ասի, որ սիրուն է ու ցույց եմ տալիս, ես պետք է հիշեմ ու արիք լինի, տեղերը լինելու, որ ես պարմելու եմ, որ մարդ միար ոտերին ինքան է հավանում, ասում է ոտերը սիրուն է ցույց եմ տալիս։ Ես կարծում եմ, որ մեր հաղորդման մեջ այսպիսի հատվածներ են, որովհետև լարվածությունից ուղղակի Իհարկե։ պապանցվել էի եւ չէի կարողանում շարունակել զրույցը եւ ամփոփելով զրույցը այնտեղ Մի հարց ունեմ, այնց մի հարց է հետաքրքիր միջև ամփոփելը։ Ես կուզենամ իմանամ, այ որ այդքան ասեցիք, ինձ հիմա ավելի շատ հետաքրքիր է։ Այդ թուղթուգրի պատճառը Որ մահանաս, հոգեկան շահվածություն ստանաս, իսկ հետո կարող եմ գալ ձեզ մոտ իմանամ ով է։ անունդ միանշանակ չեմ ասելու, Անիտա ջան, որովհետև տեսեք, եթե ես ասեմ տվյալ մարդն է արել, բնական է կչղայնանաք, Իրան, հա, կզարգանաք, կգնաք հետը կռիվ կանեք, ենեք կասի թողաբացուցի, իսկ ես այնպիսի մի հատ վիրտուալ աշխարհ է, որ ես ոնց եմ ապացուցելու, որ ինքն է արել։ Քանդելուց հետո ձեր կյանքը կբարելավի, կփոխվի, կողակից կունենաք, ֆինանսապես ավելի կկայանաք, ձեր ուզած բնակարանը կունենաք, իսկ ինքը իր պատիժը անպայման կստանա։ Այդ ոչ թե ես եմ իրան պատժելու, այն ինչ ինքը արել է ձեզ, վերադարձնելու եմ իրեն։ ես կարծում եմ ինքը հիմա արդեն ստանում է կամոց, ընտանիքով։ Ամեն։ Ամեն։ Շնորհակալ եմ Անիտա, շնորհակալ եմ Անի, վստահ եմ շատ հետաքրքիր զրույց ունեցանք եւ շատ ուրախ եմ, որ այսպես դրական նոտայով ենք ավարտում մեր թողարկումը։ Շնորհակալ եմ, որ այդքան խիզախ գտնվեցիր, Անիտա։ Ահա ես իմանայի չէի կողոց իրոք։ Անի, ձեզ էլ շնորհակալ եմ, որ ձեր բնատուր շնորհքը տվեցիք հնարավորություն, որ օգտագործենք մեր հաղորդման ընթացքում։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերքի համար, նույնպես շնորհակալ եմ Ջուրին, որ համաձայնվել էր գար, բացահայտեինք իր անցյալը ներկային եւ մի քիչ է նաեւ բական։ Իսկ ինձ մնում է ասել, որ աստղերի ճակատագրերը բացահայտվում են միայն այն դեպքում, երբ նրանք ուզում են նայել ուղիղ այդ ճակատագրի աչքերին։ Այսօրվա մեր հյուրը գտնվեց խիզախ եւ համարձակվեց նայել ճակատագրի աչքերին։ Իսկ մենք շարունակելու ենք ներկայացնենք մեր տարբերվող հաղորդումը։ Շուտով կհանդիպենք։ Դեմ առ դեմ, այստեղ իրականությունը դառնում է սարսափելիորեն մերկ։